Մարտի 30-ին մեր եկեղեցին նշեց մեծ պահքի 5-րդ անիրավ դատավորի կիրակին։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ փակ պատարագ մատուցեց Տեր Ադամ Քահանա Մակարյանը։ Ըստ Աստվածաշնչյան առակի անիրավության զոհ դարձած այրիկինը անընդհատ թակում էր դատավորի դուռը, պահանջելով, որ իր դատը տեսնի։ Դատավորը, որ ոչ մարդկանցից էր երկնչում, ոչ Աստծուց, կնոջ համառությունից հոգնած ի վերջո լուծում է դատը։ Անիրավ դատավորի եւ այրի կնոջ առակով Քրիստոս ինչ ուղերձ է հղում իր հետևորդներին։ Այդ մասին իր քարոզում խոսեց Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Առակի հիմնական ուղերձը, ասաց Սրբազան հայրը, հարատև աղոթքի մեջ ապրելն է։ Միայն նեղության ժամանակ չէ, որ պետք է հիշենք Աստծո մասին։ Անկեղծ եւ անձանձրույթ աղոթքը պաշտպանում է հավատացյալին, օգնում է հեռու մնալ փորձություններից, ասաց Վահան Սրբազանը։ Դատավորի կիրակին ոչ միայն մշտապես աղոթելու, այլև ձեռնարկած գործը ավարտին հասցնելու պատգամ է։ Պահքի կիրակիներին մարդաշատ է Սուրբ Էջմիածինը։ Շատերն են մասնակցում պատարագին եւ ձգտում մաքուր սրտով ու անկեղծ հավատով արժանի դառնալ Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդին։ Երբ որ գիտակցական աշխարհդ այնքան արդեն մեծանում է, որ դու հասկանում ես, որ առանց Աստծո անգամ մի տերև չի կարող շարժվել հայոց կյանքում, ինչի մասին է խոսքը, եթե մենք ինքներս այդ ճանապարհով չպիտի քայլենք, սա շղթա է այս մեծ պահքի կիրակնորյա շղթան է, որ ամեն կիրակի մի խորհուրդ է իրենից ներկայացնում, եւ ամեն այդ կիրակի օրվա խորհուրդը յուրաքանչյուրիս մեկ անգամ եւս տալիս է հնարավորություն վերանայել հասկանալու ավելի խորը եւ գիտակից վերաբերվելու հարցերին։ Սա իմ առաջի պահքն է այս տարիների ընթացքում եւ ես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ իմ չափով լինել պահքի մեջ եւ անել դա իմ Աստծո համար, քանի որ նա նույնպես 40 օր չարչարանքների մեջ էր, փորձում ենք մենք էլ նրա համար անել սա եւ կարելի ասել լինել մի փոքր աշխարհիկ կյանքից հեռու, լինել հոգեվոր կյանքում եւ մաքրվել։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։